Բարև ձեզ Ֆակտոր TV հյուրը Արդար Հայաստան կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը, ողջույն պարոն Նորիկյան, ինչպես ասում են, համացանցը ցնցվեց հերթական անգամ Նիկոլ Փաշինյանի եւ ազգային ժողովի ընդդիմադիրների հերրակա բանավեճից կամ լավ էլ հենց մերձ բանավեճից այսպիսի ժեստեր էր անում Նիկոլ Փաշինյանը, չգիտեմ դա ինչ էր նշանակում, ամեն դեպքում ասում են, եթե ուզում ենք մամուլի հրապարակումներով առաջնորդվենք, ձեզ էլ ԱԱԾ-ի պատվալները լսնենք, ամեն դեպքում սա նոր տեսարան չի, մի անգամ չի, երկու անգամ չի, վերջին 3-4 տարում 21-ի ընտրություններից հետո գրեթե ամեն ԱԺ հարցու պատասխանը սա է։ Ինչի մասին է այն։ Սա նրա մասին է, որ իրենք ենթագիտակցորեն Նիկոլ Փաշինյանը խոստովանում է, որ Ռոբերտ Քոչարյանին քաղաքական դիակից բերել մեր հասարակության վզին փաթաթել է որպես ընդդիմության առաջնորդ ու վախեցնում է մեր ժողովրդին Ռոբերտ Քոչարյանի վերադարձով, որպեսզի ինքը ամրապնդի ու պահպանի իր իշխանությունը։ Հակառակ պարագայում ԱԱԾ-ի պատվաններով այս կամ այն անձին վախեցնելու հանգամանքը ինձ համար անհասկանալի է գործադիր իշխանության ղեկավարի տեսանկյունից, բայց ես ուզում եմ ձեզ այլ դիտանկյունից ներկայացնեմ իմ դիրքորոշումը։ Հայաստանի ոչ մի ղեկավար չի ունեցել այնքան բացարձակ ու անվերահսկել իշխանություն, որքան Նիկոլ Փաշինյանը, ոչ Լևոն Տեր-Պետրոսյանը, ոչ Ռոբերտ Քոչարյանը, ոչ Սերժ Սարգսյանը, իրենց կառավարման տարիներին չեն ունեցել այնքան կրկնում եմ անսահմանափակ իշխանություն, որքան Նիկոլ Փաշինյանը։ Եվ Նիկոլ Փաշինյանի ցինիզմը հասել է այնտեղ, որտեղ ուղղակիորեն իր քաղաքական հավակնությունները իրականացնելու, իր քաղաքական իշխանությունը երկարաձգելու առումով նույնիսկ արդեն Ռոբերտ Քոչարյանին է մեղադրում, որ դուք եք մեղավոր, որ դուք մինչև հիմա դատված չեք։ Եթե կես լուրջ, կես կարտակ արձանագրենք այս ամենը։ Բայց այստեղ տեսեք, մարդ ով իր տարիների մի լրջագույն հատվածը հատկացրել է լրագրության, ով մասնագիտությամբ լրագրող է, ասում է, եթե հետևենք մամուլի հրապարակումներին, ուրեմն ձեզ պետքա տանենք ԱԱԾ-ի պատվալներում նստացնենք։ Այսինքն ինչ ասում է, փաստորեն մամուլի հրապարակումները արժանահավատ չեն համապատասխանում իրականությանը, օդի մեջ խոսակցություններ են։ Այսինքն մենք եկեք մի հատ լուրջ հասկանանք, էլի, եթե Հայաստանի Հանրապետությունում կան օտարերկրյա շպիոններ, այսինքն կոռուպցիոներիստներին դուք չեք կարողանում տանել ԱԱԾ-ի պատվարներ, շպիոներին չեն կարողանում տանել, մարդասպաներին չեք կարողանում տանել, դուք ընդհանրապես ինչի համար եք այդտեղ նստած, որ ընդամենը 20 օր մեկ գաք ազգային ժողով, հերթական ձեր քարոզչությամբ զբաղվեք, ձեր PR-ը անեք, հասարակությանը վախեցնեք Քոչարյանի վերադարձով ու փորձեք տպավորություն ստեղծեք, որ դուք իշխանություն եք։ Սա ինձ համար անհասկանալի է, եթե կա ռեալ ինչ-որ մեկին ԱԱԾ պատվալ տանելու չեք տանելու, կգա հաջորդ իշխանությունը եւ իսկապես օրինականություն հաստատելու միջոցով իսկապես որոշ մարդկանց, նաեւ նրանց, ովքեր իսկապես կատարել են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ արգելված արարքներ, որոնց համար ենթակա են քրեական պատասխանատվության, նրանց իսկապես կտանեն ԱԱԾ-ի պատվաններ։ Բայց վերջին 3-4 տարիների ընթացքում ընդհանրապես 18 թվականից հետո այն ինչ արեց Նիկոլ Փաշինյանի իշխանությունը մինչև առ այսօր իշխանություն ընդդիմության գզվռտոցի արդյունքը միակն է ապահովել մեկը մյուսի գոյությունը գործունեությունը մեկը մյուսին դառնալ կենսատու այսպես ասած միջոց իր մեկի համար իշխանությունը պահպանելու, մյուսի համար վերարտադրելու համար։ Եվ ես ուզում եմ զգուշացնել մեր ժողովրդին, որ եթե դուք շարունակեք նման հանդուրժողական վերաբերմունքը գործող իշխանության, գործող ընդդիմության համար, ես անկեղծ ասում եմ, Նիկոլը չի դատելու ոչ Քոչարյանի, ոչ Սերժ Սարգսյանի, ոչ որևէ նախկին կոռուպցիոնիստների Ժորժ ջան, մի հավատացեք, 7 տարի նա ժամանակ ուներ, այդ 7 տարվա ընթացքում այդ խնդիրը չի կարողացել լուծել։ Նրանք հիմա գլխավոր դատախազություն ներկայացրեց ցանկ Քոչարյանի գույքի բռնագանձման դատարան են դիմել, ասենք 22 անշարժ գույք եւ այլն։ Լիքը փողեր, գույքեր եւ իրավաբանական անձերով մասնակցություն։ Ես եւ դուք կերազենք այդպիսի ունեցված կունենենք։ Փաշինյանը, այո, ունը զրկելու է Քոչարյանին, վատ է, պարոն Նորիկյան։ Ես այդ հարցին հիմա կանդրադառնամ, բայց իմ կարծիքով հետեւյալն է։
Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի եւ մնացած որոշ նախկին չինովնիկներին ֆուտբոլի գնդակի նման տշելու միակ նպատակը 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրման ապահովումն է Նիկոլ Փաշինյանի տեսանկյունից։ Նիկոլ Փաշինյանը շատ լավ գտել է մեր հասարակության թույլ տեղը, նա շատ լավ հասկանում է, որ հասարակության զզվանքը, հասարակության ատելությունը նախկին իշխանությունների նկատմամբ դա լուրջ քաղաքական կապիտալ է եւ այդ քաղաքական կապիտալը ինքը ծառայեցնում է իր իշխանությունը ապահովելու եւ վերարտադրելու համար, բայց մեր ժողովուրդը պետք է հասկանա մի շատ կարեւոր հանգամանք, այս իշխանությունը եթե 7 տարվա ընթացքում չի պատժել Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին մնացածներին, այդ հայտնի շրջանակին, հաջորդ ընտրություններից հետո էլ չի պատժելու, ավելին այն հիասթափությունը, այն զզվանք, այն ատելությունը, որը գեներացվում է այսօրվա իշխանության նկատմամբ, ինչ որ մի փուլում ես չեմ էլ բացառում, որ այս ընթացքում հաջորդ ընտրությունների ժամանակ եթե Նիկոլ Փաշինյանը ստանա այդ վստահության քվեն, ինչ որ առումով կդառնա այս նախկին իշխանությունների լեգիտիմացման, մաքրման, օրինականացման ժամանակահատված, որովհետև 7 տարիների ընթացքում այն հնարավոր բոլոր գործիքակազմերը կար ձեր կողմից մատնանշված շրջանակին պատասխանատվության ենթարկելու համար 2000, եթե չեմ սխալվում, 20 թվականի մայիս ամսին ընդունվել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին Հայաստանի Հանրապետության օրենքը եւ 2022 թվականից, եթե չեմ սխալվում, գլխավոր դատախազությունը սկսել է համապատասխան հայցադիմումներ մուտք անել Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն դատարան։ Գործող ընդդիմությունը ազգային ժողովի падգամավորների մանդատները օգտագործելով Սահմանադրական դատարանի մասին Սահմանադրական օրենքի կարգավորումների համաձայն, ինչպես նաեւ ազգային ժողովի կանոնակարգ Սահմանադրական օրենքի կարգավորումների համաձայն համապատասխան դիմում էր ներկայացրել Սահմանադրական դատարան նշված օրենքի սահմանադրականության հարցը որոշելու համար։ 3 տարի է պահանջվել Սահմանադրական դատարանին, որպեսզի այդ օրենքի սահմանադրականության վերաբերյալ համապատասխան դատական ակտ կայացնի։ Եվ այդ դատական ակտը կայացվել է վերջերս, համաձայն որի նշված օրենքը համապատասխանում է սահմանադրությանը։ Բայց ես զգուշացնում եմ, այդ օրենքի մեկնաբանությունները, Սահմանադրական դատարանի որոշումները, ինչպես նաև Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը այս օրենքի հետ կապված որոշակի հարցեր է բարձրացնում, բայց չեմ ուզում խորանալ նեղ իրավական չմտնենք այդ ոլորտ, հիմա գանք դատախազության հայցերին ու վերադառնանք Քոչարյանի ընտանիքի մասնավորեցնենք։ Իրականացնում է մուրճի խոստումը, ունեզրկել Փաշինյանի իշխանությունը ծաղր է իրականացնում, որովհետև այն թվերը 150 հայցադիմում են ներկայացվել, ժողովուրդ ջան, 604 թե 605 միլիարդ ԱՄՆ դոլարի շրջանակներում իրենց իսկ ներկայացուցիչների տվյալներով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրենքի շրջանակներում պետությունից հասարակությունից թալանված գույքերի վերադարձի տևողությունը տևել է շուրջ 7-ից 10 տարի։ Մենք հələ չգիտենք 7-ից 10 տարի մեր գլխին ինչ է գալու, բայց կրկնում եմ, ես մի քանի անգամ խոսել եմ այդ մասին։ Ժողովուրդ ջան, այս նույն իշխանությունը խոսում էր այս նույն կոռուպցիոնիստներից, այդ հայտի թալանչիների կողմից Հայաստանից 14-ից 30 միլիարդ ԱՄՆ դոլար թալանելու դուրս հանելու մասին։ Ավելին, իրենց իշխանության գալուց հետո շատ կարճ ժամանակ անց իրենք համապատասխան դիմումներ էին ներկայացրել Համաշխարհային բանկի տնօրինությանը, Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրինությանը, այո, խնդրելով տրամադրել տեղեկատվություններ, թե այս թալանչիները որտեղ են, ինչ միջոցներով, ուր են տարել, ուր են պահում իրենց գումարները։ Ու հիմա Խաչատրյանի առանձնատանից վաճառված փողերը հետ կգան, հա, երևի, ոնց որ կապրենք կտեսնենք հետ կգան, բայց մի հատ ուրիշ բան եմ ուզում ասեմ։ Հիմա մասնավորեցնենք Ռոբերտ Քոչարյանին, տո նույն Գագիկ Խաչատրյանը այդ իրենց թվարկած կամ իրենց պատկերացած ցուցակից ընդամենը 1 անձ է։ Այո, ընդ որում հաշտության հիմքով այս օրենքի տրամաբանությունն էլ նա է, երբ որ կողմը գալիս է քո այդ հաշտության, առավելագույնը 75%-ի չափով կարող է այդ գույքը բռնագանձվել։ Մնացած 25%-ը, որը թալանել է, ասում է լավ, դու էդի մնա վայելի, հասկացաք, 75%-ը վերադարձու ու պատասխանատվության մի ենթարկվի։ Բայց թողնենք այդ օրենքի կարգավորումները։ Հարցը հետևյալն է, այս իշխանությունը 20 տարի մեր հասարակությանը ներարկել է տեղեկատվություն, հասարակության լուրջ սեգմենտի մոտ առաջացրել է համոզմունք, որ իդեմս Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի այդ մարդիկ ունեն 4 միլիարդ ԱՄՆ դոլարի կապիտալ։
Հիմա այդ ամբողջը 4 միլիարդ ԱՄՆ դոլարից ընդամենը 100 միլիոն դոլար, երբ որ փորձ է անում Հայաստանի Հանրապետության դատախազությունը վերադարձնել, այստեղ որոշ մարդկանց ծիծաղը չի գալիս, մեր հասարակության ծիծաղը չի գալիս։ Մասով զուտ որպես այսպես նշում ասեմ, հա, որ դա ռուսական մեդիաներից մեկում էր 4 միլիարդ վերագրվել Քոչարյանի եւ հայաստանյան մեդիաներ դա վերցրել արտատպել։ Շատ լավ հիշում եմ այդ 2000-ականներին էր, այնուհետև եթե չեմ սխալվում Քոչարյանն ընկել դրա հետևում տեսնում էին Միշիկի, ուրեմն Սերժ Սարգսյանի իշխանության ձեռագիրը, հետքերը, որ Սերժ Սարգսյանի իշխանությունը սարքել է Ռոբերտ Քոչարյանի գլխին, իսեր աստու թող իրենք իրենց միջև իրենց հարցերը կարգավորեն։ Վիճաբանության դաշտի մայր։ Ուրիշ հարց է ինձ հետաքրքրում։ Հերքվել թե հիմնավորվել է Ռոբերտ Քոչարյանի իրական կապիտալը նրա ընտանիքի, արդյոք պարզվել է թե այդ մարտիկ ի վերջո ինչ եղանակներով են ձեռք բերել այդ գույքերը։ Ենթադրենք դիցուկ պարզվի, որ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին պատկանող գույքի հանրագումարը կազմում է 100 միլիոն դոլար։ Լսեք, Ռոբերտ Քոչարյանը ոչ փաստաբան է եղել, ոչ դատախազ է աշխատել, ոչ լրագրող է եղել։ Նա 10 տարի Արցախում է ղեկավար եղել, հետո եկել է 10 տարի Հայաստանում է վարչապետություն նախագահ աշխատել։ Այսինքն այդ մարդը բիզնեսմեն չի եղել։ Այդ մարդու ձեռք բերած կապիտալը բացառապես կարող էր կուտակվել անօրինական միջոցներով, որտեղ օրինական եղանակով այդ մարդը չէր կարող կամ էլ տղաների բիզնեսով։ Լավ 20 տարեկան, 22 տարեկան, հա, Քոչարյանի ժամանակ բոլորը Հայաստանում են, ինչու նրա տղաները Այսինքն Ռոբերտ Քոչարյանի օրոք, Սերժ Սարգսյանի օրոք, Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք այդքան մարդիկ արտագաղթում էին, այդ մարդիկ չէին կարողանում այդտեղ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնել, նախագահների, վարչապետների ворթիներին այդպիսի բնատուր տաղանդ էր տրվել, որպեսզի իրենք կարողանային։ Միայն նրանք չէ, ամբողջ Հայաստանն էր ծաղկում, դուք Հայաստանում չեք ապրում վերջին 20 տարում։ Գիտեք, սա էլ մեծագույն դեմագոգիա է, մի հատ Հայաստանի ծաղկման մասին այդ միֆերը, մենք պետք է իսկապես համապարփակ վերլուծության ենթարկենք Հայաստանի այդ տարիների ազգագրական հաշվեկշռով, ասածս այն է, թե Հայաստանի քաղաքացիները արդար քրտինքով միլիոնատերեր են դառնում լոլիկ վաճառելով կամ չգիտեմ, ինձ որում այդ լոլիկ վաճառողից ինչ կա, այդ Նիկոլ Փաշինյանը մոռացել է լոլիկ վաճառողին։ Այ 7 տարի է որդիները չդառնային միլիոնատերեր, եթե ես եւ դուք դարձել եք։ Այդ հարցերը հիմա այլևս ժամանակավրեպ են ուղված Ռոբերտ Քոչարյանին, լոլիկ վաճառողին են մնացած Սերժ Սարգսյանին, նրա հայտնի ընտանիքի պարագլուխներին։ Հիմա այդ հարցերի հասցեատերը միակը դա Նիկոլ Փաշինյանն է։ Նիկոլ Փաշինյանին պետք է հարցնել, ինչու լոլիկ վաճառողը Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, այն մնացած այդ ամբողջ շքախումբը պատասխանատվության չենթարկվեցին, որովհետև կյանքը ապացուցեց, որ այս մարդը եկավ, այս մարդկանց լեգիտիմացեց մի մասին վաղեմության ժամկետներ լրանալու հիմքով հնարավորություն տվեց, որ այդ մարդիկ պլստան քրեական պատասխանատվությունից պատեհ կանգնեցներ Ինքն էր ասում, ասպես սաղետ կծեփեմ, կփռեմ ասֆալտերին, պատասխանատվության ենթարկեմ, այդ մարդն էր ասում, մարտի 1-ի հանցագործությունը բացահայտված է, այդ մարդն էր ասում, հոկտեմբերի 27-ի ոչրագործության հետևից գնալու ենք, իմանալու ենք ճշմարտությունը, այդ մարդն է 20 տարի քարոզում, որ թվով 20 քաղաքական հնչեղություն ունեցող սպանություններ են տեղի ունեցել Ռոբերտ Քոչարյանի օրոք, այդ մարդն է վերջի 4 տարիներին չի զլանում ասում, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը տապալել են Արցախի հակամարտության գործընթացում բանակցությունները եւ իրենց բանակցությունները միտված են եղել Արցախը Ադրբեջանի կազմ վերադարձնելուն, այսինքն ինքը ընդհանրապես խոսելու չեմպիոն է։ Փաշինյանն ինչ անի, չեն գալիս իր հետ բանավիճելու, պարոն Նորոկյան։ Մարդը ասում է, եկեք գնանք բանավիճենք, երևի հմեկում։ Հարց եմ տալիս, հայրենիքի դավաճանի հետ ինչ ունես դու բանավիճելու։ Դու Հայաստանի թիվ 1 կոռումպացված պարագլխին, կոռուպցիայի պարագլխի հետ ինչ ունես բանակցելու։ Ով է հանձնել Արցախը։ Հա, դու Արցախի դու գիտես ով է հանձնել, դու ասում ես ով է հանձնել, դու 20 տարի արդեն վերջի 4 տարիների ընթացքում խոսում ես, ասում ես Քոչարյանը հանձնել է, Սերժ Սարգսյանը հանձնել է, Լևոն Տեր-Պետրոսյանը հանձնել է։ Դու հասարակությանը հիմա դա ես մատուցում։ Արցախը հանձնած դավաճանների հետ դու ինչ ունես բանակցելու։ Ընդհանրապես հանցագործի հետ բանակցելու բան կա։ Բայց եթե հանցագործի հետ բանակցելու բան կա։ Չէ, իրեն էլ են մեղադրում, ուզում է միգուցե համոզի հասարակության, որ ես չէի հանձնողը, այ սրանք էին։ Լսեք,
Հասարակությանը համոզելու, հասարակությանը, չգիտեմ, ինչ որ այլ նոր արգումենտներ բերելու անհրաժեշտություն չկա։ Հասարակությունը շատ պարզ տեսնում է ով է, հասարակությունը շատ լավ տեսնում է ով ինչ է արել եւ ինչ է ուզում անի։ Խնդիրը շատ պարզ է։ Լավ, Նիկոլ Փաշինյանի դիտանկյունից եմ ես ուզում գնահատել այդ իրավիճակը։ Լեոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը դավաճաներ էին, հանձնել էին Արցախը, ստեղծել էին Արցախի հակամարտության կարգավորման գործընթացում մի փակուղային իրավիճակ, շատ լավ։ Այդ նշանակում է, որ դու սես պետք է լուծեիր Արցախի հարցը։ Ընդ որում, ես ուզում եմ հարգելի Ռոբերտ, այս հարցի մասին ես առաջի անգամ եմ կիսվում։ Նիկոլ Փաշինյանը անընդհատ ինչ է հղում անում։ Ասում է Սերժ Սարգսյանը անոնսավորում էր ապրիլի 17-ին իր 18 թվի, այո 2018 թվի ապրիլի 17-ին ազգային ժողովում պատերազմ էր անոնսավորում։ Այսինքն եկել էր ասում, որ մենք հայտնվել ենք փակուղային իրավիճակում, բանակցային գործընթացում, որովհետև պատերազմը անխուսափելի է առաջիկա տարիների ընթացքում հնարավոր չէ Ադրբեջանին բերել իրատեսական դաշտ, այսինքն պատերազմի անխուսափելիության մասն էր խոսում, ըստ Նիկոլ Փաշինյանի։ Շատ լավ։ Ընդ որում, եթե քո ասացի մեջ տրամաբանություն կա, որ իսկապես Սերժ Սարգսյանը ապրիլի 17-ին պատերազմի անոնս էր անում։ Բայց եթե Սերժ Սարգսյանը պատերազմի անոնս էր անում, վերջի ձեր հայտարարություններից մեկով էլ դուք շատ հետաքրքիր պատճառաբանություն է բերում, ասում է 16 թվականի քարոզիա պատերազմից հետո որևէ փաստաթուղթ չէր ստորագրվել, լեգիտիմորեն պատերազմը չէր ավարտվել ռազմական գործողությունները։ Ինքը տեսեք ուր է խփում, որ պատճառական կապա, պատճառահետևանքային կապա փորձում գտնել 16-20 թվականներին։ Շատ լավ, ես դիցուկ համաձայն եմ այդ դիտանկյունին։ Բայց եթե Սերժ Սարգսյանը պատերազմի անոնս է անում, դու գալիս ես 5 օր հետո իշխանության, 10 օր հետո այդ պատերազմի գեներալներից մեկին, Մանվել Գրիգորյանին, այդպես ստորաբար նսեմ ասում, տանում գցում ես KGB-ի պատվալը։ Այսինքն Տուշոնկա գողացողին չառներ։ Դատեցիր։ Ըստ Փաշինյանի մեղադրանքի։ Դատեցիր է Տուշոնկա գողացողին։ Բայց 2020 թվականի 44-օրյա պատերազմին գեներալ Մանվելը ուր էր։ Այստեղ խնդիրը շատ նուրբ է, եւ բարոյական է, եւ իրավական է, եւ քաղաքական է, եւ արժեհամակարգային է։ Տեսեք, ես ինչ ուզում եմ, տեսեք, ես ինչ հարց եմ ուզում բարձրացնել։ Շատ լավ դու գիտես, որ պատերազմի է պատրաստում Ադրբեջանը։ Դու շատ լավ գիտես, որ այդ պատերազմին մասնակցելու համար քեզ անհրաժեշտ են միջոցներ, ռեսուրսներ, նաեւ մարտի կադրային հարցեր։ Ի վերջո գեներալ Մանվելը ինչ որ չգիտեմ, ինչ որ ջութակահար չէր։ Դաշնամուր նվագող չէր, հայտնի էր իր հակասական կերպարներով։ Դու շատ լավ գիտես, որ պատերազմի անոնս է արել։ Այդ պատերազմի ամենահայտնի հրամանատարներին տանում նստացնում են, ուրեմն կազմաքանդում են այդ ամբողջ համակարգը։ Լավ, վա, չի, սխալ է, լրիվ ուրիշ խնդիր է։ Այդ լրիվ ուրիշ խնդիր է։ Ինչ կրկնում եմ։ Հետևաբար ես Մանվել Գրիգորյանի մասով հիմա հանրայնացնելով ես ուրիշ բան եմ ուզում ասել, որ Նիկոլ Փաշինյան դու 2018 թվականի մայիսին կամ լավ չէիր պատկերացնում, որ պատերազմի անոնս էր արել Սերժ Սարգսյանը, եւ լավ չէիր տիրապետում, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի դրա համար, Տուշոնկա ուտող էր սարքում, մնացած ամբողջ գեներալական կազմը փոխարինում էր քեզ իբրև թե հավատարիմ կամ քեզ լոյալ գեներալներով կամ փոխում էր բանակի ղեկավարման ամբողջ փիլիսոփայությունը, կամ էլ եկեք մի հատ հասկանանք ինչն է եղել պատճառը։ Կամ էլ ես օրինակ մտածում եմ, որ այս ամեն ինչը հիմա Նիկոլ Փաշինյանը այս դիրքերից է հանդես գալիս, քանի որ ինքը ուզում է հնարավոր բոլոր միջոցներով արդարացնել պատերազմի ընթացքում եւ հետ պատերազմյան իրադարձություններում իր ձախողումներն ու տապալումները, որովհետեւ գիտեք ինչ, Ռոբերտ, ես չեմ ուզում, ընդ որում այս նույն հարցը ես կարող եմ հակառակ դիտանկյունից անել։ Եթե Նիկոլ Փաշինյանը ձախողել է 2020 թվականի քարոզյան պատերազմի ընթացքն ու դրան հետևող իրադարձություններում իր դրսևորած վարքագծով իսկապես ունեցել է խորքային սխալներ, ճակատագրական սխալներ, այդ չի արդարացնում Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին իրենց նախկին 20-ամյա կառավարման ընթացքում Արցախի հակամարտության գործընթացում դրսևորած վարքագիծը։ Թալանում ենք Հայաստանը, բայց Արցախը մերն էր, չէ՞, պարոն Օրիկյան։ Իրենք եւ թալանել են Արցախը, եւ թալանել են Հայաստանը, եւ Արցախի հակամարտության կարգավորման գործընթացում, որ ոչ մի բան արած չլինեն,
Միայն այն հանգամանքը, որ իրանք հնարավորություն են տվել ստատուս քվոյի պահպանմամբ ոտքի կանգնել Ադրբեջանին, ծնկած վիճակից ոտքի կանգնել, վերականգնվել, մարդունակ բանակ ստեղծել, ռևանշի կոնցեպտ մշակել ու գալ Արցախի ու Հայաստանի վրա, դա իրենց մեծագույն ճակատագրական սխալն է եղել։ Եկեք պարզ խոսենք, Ռոբերտ Քոչարյանի կոնցեպտը ո՞րն է եղել։ Ադրբեջանը ուշքի չի գա, Ռուսաստանի օգնությամբ, Ռուսաստանը մեջքին կանգնած կլինի, երբ պետք լինի մրթին կտանք, նորից կհասնենք Բաքու։ Քոչարյանն ասում էր 1-ին 2 խփում ենք Ադրբեջանը։ Այո, դա է Ռոբերտ Քոչարյանի կոնցեպտը դա է եղել, բայց ես հիմա որ նայում եմ, նախ Ռոբերտ Քոչարյանը եղել է Լևոն Տեր-Պետրոսյանի թիմից մինչև 97 թվականը։ Եկեք անկեղծորեն խոստովանենք, եթե Հայաստանի Հանրապետությունում Վազգեն Սարգսյանը եւ Հայաստանի Հանրապետությունում երկրապահական շրջանակները կամ որոշ այլ շրջանակներ իսկապես դեմ չլինեին Լևոն Տեր-Պետրոսյանին կամ այլ կարծիք չունենային, Ռոբերտ Քոչարյանը ինչ կարող էր անել Հայաստանի Հանրապետությունում բայց չէ՞ որ նա հաղթող նախագահ էր, Արցախի հաղթանակի փառքը դափնիները մեծագույն նենգափոխում է մեր պատմության ու պետության, չի կարելի նման կերպ թքել Հայաստանի Հանրապետության պատմության վրա, Արցախի Հանրապետության պատմության վրա, սովորական մարզպետ է եղել, սովորական պահեստապետ է եղել Ռոբերտ Քոչարյանը։ Ընդ վերջերս ինձ հուշեցին այդ մասին, որ պահեստապետ ասելով ինչ նկատի ունեմ։ Հայաստանի Հանրապետությունն է վարել ամբողջ կրել այդ ամբողջ բեռը, պատասխանատվությունը Հայ հեղափոխական դաշնակցությունը 1990-ականներին Արցախի Հանրապետությունում ուներ որոշակի կշիռ, որոշակի դերակատարություն, ուղղակիորեն իր անձանց Արցախի Հանրապետությունում ունենալու դիտանկյունից Լևոն Տեր-Պետրոսյանը Ռոբերտ Քոչարյանին է տեսել, Սերժ Սարգսյանին է տեսել Արցախում որպես իրենց իշխանության սպասարկողների, սպասավորների։ Եվ այդ մարդկանց շուրջ է կառուցվել Հայաստանի Հանրապետության քաղաքականությունը։ Հիմա թե այդ մարդիկ ինչքանով են կերտել Արցախի Հանրապետության հաղթանակը, նախ դա անարգանք է իսկապես զոհված յուրաքանչյուր հայորդու հիշատակի առաջ, դա անարգանք է Արցախի Հանրապետության ամբողջ պատմության առաջ եւ անարգանք է Հայաստանի Հանրապետության առաջ։ Չի կարելի նման կերպ ուրանալ եւ նենգափոխել մեր երկու պետությունների պատմությունը եւ եթե այդպեսին է, ապա ի՞նչն էր խանգարում նույն Ռոբերտ Քոչարյանին, նույն մեր Արցախի Հանրապետության ղեկավարներին առանց Հայաստանի մասնակցության ապահովել Լեռնային Ղարաբաղի հաղթանակը Ադրբեջանի նկատմամբ։ Ինչ կապ ունի Լեռնային Ղարաբաղի հաղթանակի մեջ Պարոյանը։ Դաշնակցությունը եւ Ռոբերտ Քոչարյանը չեն հաղթանակը կռել։ Պատմության մեջ Սերժ Սարգսյանն էր մի քիչ։ Պատմության մեջ, այո, պատմության մեջ երբեմն նենգափոխումները, սրբագրումները տեղ են ունենում, բայց լեկտիաբար նման կերպ այլասերել մեր պատմության ընթացքը, այսինքն երբ չէ, իրենք շատ ուրիշ բան են տանում։ Ռոբերտ Քոչարյանի վերջի ասուլիսը ընդհանրապես այդ առումով վտանգավոր է ինչ առումով, ասում է, եթե շատ ամփոփ լինենք, եթե հաղթանակ կա, այդտեղ Հայաստան չկա։ Այդ պարտությունը լրիվ Հայաստանին է, Հայաստանի քաղաքացիներին է։ Սա անբարոյականություն է։ Սա նշանակում է մի բան, որ այս մարդը ճիշտ չի հասկացել հայ ժողովրդի ներուժը եւ դրա ներգրավումը Արցախյան գոյապայքարին։ Սա նշանակում է, որ այդ մարդը ընդհանրապես պատկերացում չունի բանակի կազմավորման։ Լավ, եթե բանակի մատակարարումները չլիներ, դուք ինչ հասնենք Բաքու, հա, կամ Ստեփանակերտ երկելով գրավելու եք Բաքուն, գրավելու եք, հա։ Եթե Տեր-Պետրոսյանը կանխող էր, Տեր-Պետրոսյանը արգելող էր, այսինքն դուք ո՞նց եք գրավել Քարվաճառը, Աղդամը, Ֆիզուլին, այդ Ֆիզուլին գրավող այդ նույն գեներալ Մանվելն է եղել։ Այդ նույն գեներալ Մանվելը Լևոն Տեր-Պետրոսյանից գաղտնի, Վազգեն Սարգսյանից գաղտնի կատարել է Ռոբերտ Քոչարյանի հրամանը։ Դա ծիծաղելի է, չէ՞։ Իսկապես ծիծաղելի է, չէ՞։ Եկեք մի քիչ այլ կերպ, այլ դիտանկյունից տեսանք։ Դուք պատմության պարզ սրբագրում եք համարում, թե ներքաղաքական տիրույթում, այսինքն ինչի համար է այս ամեն ինչը արվում, ինչ է կարծում։ Երկուստ էլ, որովհետև փորձ է արվում Ռոբերտ Քոչարյանից նախ ստանալ անպարտելի ղեկավարի կերպար եւ նոր Թրամփի կերպար է փորձում փաթեթավորվել
ինչը ծիծաղելի է մեղմ ասած նախ գաբարիտների տեսանկյունից, երկրորդը պատկերացումների, երրորդը աշխարհընկալումների եւ մտածողության տեսանկյունից։ Ի վերջո բայց գնայք Թրամփի եւ Քոչարյանի մեջ մի ընդհանրություն կա ամեն դեպքում։ Երկուսն էլ իրենց քաղաքական հակառակորդներն են մեղադրում ինչ որ պատերազմի մեջ։ Թրամփը ասում է, սա Բայդենի եւ Զելենսկիի պատերազմն է, այսինքն Պուտինը համարյա կապ չունի, եթե Թրամփին լսես, Քոչարյանը վերջերս ասում էր հայերը, հայկական կողմը եւ հայկական իշխանություններն են հրահրել այս պատերազմը, այսինքն երկուսն էլ այդ տրենդի մեջ են, որ այս կողմից է հրահրվել պատերազմը։ Ամեն դեպքում մի ընդհանրություն կա նրանց մեջ։ Հարուստ լինելն էլ է իհարկե ընդհանրություն, բայց այս խոսույթը շատ հետաքրքիր։ Ես հեռու եմ այն մտքից, որ նրանց պետք է համեմատել, որովհետև բացարձակապես տարբեր հետագիծ ունեցող մարդիկ են, տարբեր պատկերացումներ, չէ, Ռոբերտ Քոչարյանի համեմատության ցանկությունը բոլորովին այլ դիտանկյունից է պետք, որովհետև Թրամփը պարտվեց, բայց 4 տարի հետո վերադարձավ, իրենք ուզում են այդ նույն ուղղությունը տանել, որ 21 թվականին չհաջողվեց Ռոբերտ Քոչարյանին վերադառնալ, հիմա տեսեք 2026 թվականին հնարավոր է վերադառնալ իշխանության, պետք է շատ պարզ ասել, ոչ մի վերադարձ չի լինելու։ Այսինքն նախ հնարավոր չի օրինական արդար թափածին ընտրությունների միջոցով ես դա բացառում եմ, որ մեր ժողովուրդը կարող է վստահության այնպեսի պաշար տա Ռոբերտ Քոչարյանին, որ նա ստանա ձայների մեծամասնությունը, բայց այստեղ ուրիշ խնդիր է։ Ես այստեղ խնդիր չեմ տեսնում Ռոբերտ Քոչարյանի մեջ, որքան գործող իշխանության մեջ, հասկանում եք։ Դու գործող իշխանությունը ինչքան պետք է ապիկար քաղաքականություն վարի, որ մարդիկ այլ ընտրանքը տեսնեն Ռոբերտ Քոչարյանի միջև։ Սա արդյոք Նիկոլ Փաշինյանի անձնական քաղաքական ոչնչացումը չէ։ Ոնց։ Դու ոնց ես դուք պատկերացնում, դու գաս իշխանության։ Ռոբերտ Քոչարյանին մեղադրես մարտի 1-ի սպանդի մեջ։ Ռոբերտ Քոչարյանին մեղադրես Հայաստանը թալանելու մեջ։ Բերես հասարակությանը քարոզչական համատեքստում ներկայացնես այդ մարդուն որպես ավազակ ու պարագլուխ ավազակախմբի, նրա նկատմամբ հայցեր հարուցես ապօրինի ծագում ունեցող գույքի բռնականացման օրենքի շրջանակներում, որ նա թալանել երկիրը 100 միլիոն ձերից ներկայացված թվերով։ Հաջորդը առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ մեղադրանք առաջադրես, 7 տարի քարշ տաս դատարաններով չկարողանաս նրան դատել, վերջում բերես իշխանությունը տաս նրա։ Այ քեզ հայկական իրականություն։ Այ քեզ Բայց պարոն Քոչարյան, ինչի եք դուք այդպես ժխտական, մարդը չունի բարոյական իրավունք վերադառնալ։ Ոչ, չունի բարոյական իրավունք, որովհետև այսօրվա ողբերգական Հայաստանի ճարտարապետներից մեկը ես համարում եմ Ռոբերտ Քոչարյանին, եթե Ռոբերտ Քոչարյանը իր կառավարման ժամանակահատվածում ճիշտ ղեկավարեր Հայաստանը, ստեղծել այնպիսի արդյունավետ պետություն, ստեղծել այնպիսի մրցունակ պետություն, Արցախի հակամարտության կարգավորման գործընթացում վարեր այնպիսի քաղաքականություն, որը անշրջելի կդարձներ Արցախի հայկականության ապահովումը եւ Արցախի որպես ինքնորոշված ժողովրդ Արցախայության որպես ինքնորոշված ժողովրդի իրավունքը լեգիտիմացվեր միջազգային հանրության կողմից, ես կհամարեի, որ այո, նա իսկապես իր առաքելությունը եւ դերակատարությունը կատարել է, բայց դու ամբողջ այդ խորքային առումով ստրատեգիական խնդիրները տապալես, դու քո իրավահաջորդներին ժառանգես ավելի վատ իրավիճակ, ընդ որում այս առումով Ռոբերտ մենք իրոք մեր քաղաքական վերնախավը մի օր վերադառնալու է 98 թվականի Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի հարցին։ Սա շատ խորքային, ռազմավարական շրջադարձ պետք է լինի մեր քաղաքական վերնախավի համար։ Ի վերջո, ես ուզում եմ սա ընդգծենք։ Հայաստանի Հանրապետության ցյունում տեղի ունեցած իշխանափոխությունները մինչև ես կասեի նույնիսկ 2021 թվականը տեղի են ունեցել Արցախի պատճառով կամ Արցախի հակամարտության պատճառով, այս կամ այն պրիզմաներից ելնելով։ Հիմա հույս ունեմ, որ հաջորդ ընտրությունները այլևս լրիվ ուրիշ շեշտադրումներ կլինեն, որովհետև մեր հանրության օրակարգը պետքա փոխվի, մենք պետքա ոչ թե սահմանափակվենք գործող եւ նախկին իշխանությունների միջև արկա գզվրտորցով սպառելով նրանց միմյանց նկատմամբ ատելությունը, այլ իսկապես որակապես ապագային միտված օրակարգ պետք է դառնա Հայաստանի Հանրապետության քաղաքական դաշտում մեր խոսույթի հիմնական առարկան։ Բայց հիմա
Ես ուզում եմ, որ մեր հասարակությունը մի օր վերադառնա այդ հարցին։ Ի վերջո, ինչ էր առաջարկվում Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից, ովքեր էին դեմ այդ առաջարկին, ովքեր խափանեցին 95-98 թվականների Արցախի հակամարտության կարգավորման գործընթացը, երբ Հայաստանը իսկապես ձիու վրա էր եւ հնարավորություն կար արժանապատվորեն լուծել Արցախի հարցը, ինչպիսին է եղել Ռոբերտ Քոչարյանի պատկերացումները, ով էր Ռոբերտ Քոչարյանին մանդատ տվել ինքնիշխան Հայաստանի անկախտելի մաս հանդիսացող մեղրին փոխարինակել Ղարաբաղի հետ, ընդ որում ես այդ թեմայի մասին, եթե չեմ սխալվում, ձեր հետ եմ խոսել։ Ժողովուրդ ջան, այս մարդը եկել է հիմա իրան ներկայացնում է որպես անհաղթելի Ալիևներին հաղթած նախագահ, բայց հետեւյալ ծրագիրն է իրականացրել։ Ինչ արել այս մարդը։ Այս մարդը քույեստում 2001 թվականին համաձայնել է, որ Ղարաբաղը փոխարինվի, դառնա Լաչինի հետ միասին միացվի Ադրբեջանին, որի փոխարեն Հայաստանը մեղրին տալիս է Ադրբեջանին։ Արցախը միավորել Հայաստանին։ Այո, Լաչինի հետ միասին։ Հիմա հարց է առաջանում. եղբայր, եթե դու գնացել ես Ալիևի հետ նման բանակցություններ ես վարել, որ ես մեղրին տալիս եմ քեզ, որպեսզի դու Ղարաբաղը Լաչինի հետ միասին 10 միացնենք Հայաստանին, դա նշանակում է, որ դու ընդունել ես, որ Ղարաբաղը Ադրբեջանին է։ Հակառակ պարագայում դու ինչ բանակցություններ, դու ինչի իր մեղրին տալիս Ալիևին, որպեսզի ստանաս Ղարաբաղն ու Լաչինը։ Ձև են բռնել։ Ովքեր են ձեր բռնել։ Ղարաբաղը վերցնելու են, բայց մեղրու միջանցքը չեն տալու։ Ինձ համար գիտեք ինչն է, մեկնաբանություն, կարծեմ Վարդան Օսկանյանը, այո, գիտեք ինչն է ինձ համար վիրավորական, երբ որ հայ ժողովրդին ուզում են հավաստիացնել, որ իրանք այնքան խորամանկ են եղել, որ կարող էին Ծերուկ Ալիևին հիմարացնել, Ալիևը չէր պատկերացնում այդ ամբողջ քաղաքական բանակցությունների օրակարգը, բովանդակությունը, եթե դուք նայում եք ադրբեջանական ամբողջ քաղաքականությունը հենց միտված է եղել իրենց ռազմավարական նպատակը Սյունիքը պոկել Հայաստանի Հանրապետությունից, այսինքն իրենք ապուշ էին, հա, իրենք չէին հասկանում ինչ բանակցությունների էին վարում, հələ դեռ հարց է թե հետագայում ինչ է փոխվել այդ բանակցությունների ընթացքում, հետագայում շատ բաներ պարզ կլինեն, բայց վերադառնանք ներքաղաքական, ներհայաստանյան օրակարգ։ Հիմա այս մարդիկ, ովքեր հնարավոր բոլոր միջոցներով ձախողել են, մեծ մարդիկ հավակնում են վերադառնալ իշխանության։ Հարց է առաջանում, որ բարոյական իրավունքով կամ որ օրակարգով։ Մի հատ եկեք հստակեցնենք ձեր օրակարգը որն է։ Դու գալիս եք Հայաստանում իշխանության, որ ինչ խնդիրը լուծեք։ Նոյեմբերի 9-ով պարոն Քոչյանը պատրաստ է արցախցիները վերադարձնել Արցախ, մեն թե Ադրբեջանը եւ Ռուսաստանը համաձայնվել։ Ամբողջ խնդիրը հետեւյալն է, նախ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, եթե նույնիսկ Ռուսաստանը Հայաստանն հետը 100%-ով համաձայնվեն կոնսենսուսի կան, դա դեռևս բավարար չէ, որպեսզի նոյեմբերի 9-ի փաստաթուղթը այլևս որևէ ձևով կյանքի կոչվի, որովհետև այդ փաստաթուղթը ունի երրորդ կողմ։ Երրորդ կողմի տրամադրությունները կամ նրա այդ տրամադրությունների վրա ազդելու Ռոբերտ Քոչարյանը ոչ որևէ ռեսուրս ունի, ոչ էլ Հայաստանը այսօր այն վիճակին է, որպեսզի որ կարողանա որևէ ձևով ազդի։ Ի վերջո եկեք ժողովրդին չխաբենք, ժողովուրդ ջան, Արցախի հարցը մենք լուծել ենք ուժի միջոցով 90-ականներին։ 2000-ականների վերջին Արցախի հարցը լուծվել է էլի ուժի միջոցով, այս անգամ հոգոտ Ադրբեջանի։ Արցախի հարցը կարող է լուծվել բացառապես, կրկին հայտվել Հայաստանի կամ հայկական կողմի տիրապետության ներքո, բացառապես ուժի միջոցով։ Մենք եք հասկանանք, բայց այդտեղ հարցը առաջանալու։ Նույնիսկ ուժի միջոցով, եթե հնարավոր լինի ինչ-որ հրաշք լինի, նոր պատերազմ լինի, ենթադրենք Հայաստանը հաղթի ու Արցախը կրկին հայտնվի Հայաստանի կամ հայ ժողովրդի տիրապետման ներքո ու արցախցիները նորից վերադառնան Արցախ։ Կլուծվի Արցախի հակամարտությունը։ Ադրբեջանը կասի, օքեյ, լավ, եկեք հիմա հաշտվենք, ապրենք, ախր չի կարելի նման ազգային պոպուլիզմով կրկին անգամ խաբել մեր ժողովրդին։ Արցախի հարցի լուծման մի ձև կա, կրկնում եմ, ուժային գործոնը եւ եկեք անկեղծորեն խոստովանենք, որ մենք այսօր չունենք նման հնարավորություն։ Կրկնում եմ, նույնիսկ ուժային միջոցով այդ հարցը լուծելուց հետո էլ դեռևս հարց է մենք կհասնենք մեր նպատակին, թե չենք հասնի։ Թուրքիայի աջակցությունը վայելող Ադրբեջանի ոչ միայն Թուրքիայի,
Ընդ որում գիտեք ինչ, այդ առումով գիտեք ինչ, ես որևէ մեկին չեմ մեղադրում։ Ռուսաստանը իր շահեր ունի տարածաշրջանում, Ռուսաստանի աշխարհաքաղաքական պատկերացումներն են փոխվել, տարածաշրջանում ուժերի հաշվեկշիվն է փոխվել, Ադրբեջանը այսօրվա 90-ականների Ադրբեջանը չի, դա ավելի հզոր պետություն է, ավելի հավակնոտ պետություն է, Վրաստանի պատկերացումներն են փոխվել, լոգիստիկ պատկերացումներն են տարածաշրջանում փոխվել, մեր տարածաշրջանը նաև միջին-միջանցքից սկսած գլոբալ տարբեր լոգիստիկ ուրեմն հետաքրքրություններ են ներկայացնում, Չինաստանն է ուժեղացել, որակապես նոր հավակնություններ է դրսևորում, այստեղ է գալիս, Հնդկաստանն է գալիս, դուք հիմա մի հատ նայեք աշխարհի քաղաքական քարտեզը, ժողովուրդ ջան, սա 90-ականների հետ խորհրդային ժամանակահատվածը չի, որտեղ կար փլուզված մի հատ երկիր, որի ուրեմն փլատակների վրա կառուցվում էր նոր աշխարհակարգ, նոր պետություններ։ Մենք գործ ունենք տարածաշրջանում շատ լուրջ հավակնություններ ունեցող պետություններ, այդ թվում նաև Ադրբեջանը, այդ թվում նաև Թուրքիան, մենք տեսնում ենք Ռուսաստան, Ուկրաինա գլոբալ հակամարտության մեջ Թուրքիայի դերն ու կշիռը իդեպ տարածորեն վաղը չեմիսօրը տեղի ունենալու Ստամբոլում բանակցություններ։ Իմ ասածը կարող է մի քիչ հավակնոտ հնչել, բայց օրինակ ես եթե լինեի Նիկոլ Փաշինյանի փոխարեն, ինչու՞ չէ Հայաստանի փոքրիկ դերը, համեստ դերը նման կոնֆլիկտների լուծման գործընթացում Հայաստանը փորձեի որպես բանակցությունների վայր դարձնել, հրավիրել եւ Պուտինին եւ Զելենսկուն Հայաստան, նույն Թրամփին Հայաստան, այսինքն եթե մի կողմից դուք Հռոմի ստատուտը երևի պետք է չեղարկել, որ Պուտինը գա Հայաստան։ Մի քիչ դա անլուրջ, չէ, այդ առումով եկեք մի քիչ իրատեսորեն գնահատենք իրավիճակը, ես այլ համատեքստում եմ գնահատում Հայաստանի փոքրիկ դերը նման գլոբալ հակամարտության կարգավորման գործընթացում, դա ինչ է, եթե որ Նիկոլ Փաշինյանը համարում է ամեն աշխարհում որևէ պետություն գնալիս ցույց է տալիս, որ Հայաստանը կարող է դառնալ խաչմերուկ, խաղաղության խաչմերուկ, շատ լավ Հայաստանը փոքրիկ իր համեստ ներդրումն ու դերը կարող էր ունենալ Ռուսաստան գլոբալ արևմուտք հակամարտության կարգավորման գործընթացում։ Իդեպ դա կարող էր այլ կերպ ընկալվել եւ Ռուսաստանում եւ արևմուտքում Հայաստանի պատկերացումները, որովհետեւ հայ ժողովուրդը ինքը կրել է տառապանքները, զգացել է այդ պատերազմի, այդ արյունահեղության, այդ 100,000-ավոր զոհերի դառը պատուղները կրել է եւ Հայաստանը մենք որպես ցեղասպանված ժողովուրդ մենք կարող ենք մեր վրա նման առաքելությունը պատասխանատվություն ստանձնել եւ նման հավակնոտ առաջարկությամբ հանդես գալ։ Իդեպ դա կարող էր լավ ընկալվել եվրոպական մայրաքաղաքներում էլ։ Ուղղակի մեր մոտ քանի որ չկա որևէ դոկտրին պատկերացումների արտաքին քաղաքականության, չկա որևէ հստակություն, թե մենք ինչպես ենք պատկերացնում մեր հարաբերությունները մեր հարևանների հետ, մեր դաշնակիցների հետ, մեր թշնամիների հետ, մեր հնարավոր դաշնակիցների հետ, հետեւաբար նման մեգա հավակնոտ նախաձեռնություններ չկան։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Factor TV-ում հյուրընկալել ենք Նորայր Նորիկյանին։